Պոլիտիկայեմին իշխանական աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել։ Նախորդ տարի արևմտյան երկրներից մեկից պատվերով Հայաստան է ժամանել մասնագետների խումբ, պետական ապարատի աշխատակիցների վերաբերյալ թվային խորքային ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Կատարվել է մանրակրկիտ վերլուծություն, որի համար օգտագործվել է նաև ԱԱԾ տրամադրության տակ եղած տվյալները։ Ուսումնասիրության արդյունքները բավականին խոսուն են եղել։ Վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ պետական ապարատի աշխատակիցների մոտ 72%-ը ընտրության դեպքում կքվեարկեր Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Այս եզրակացության հիմնական պատճառները եղել են հետևյալը. Քոչարյանի կառավարման տարիներին համակարգը գործել է կանխատեսելի ռեժիմով, ներսում լարվածություն չի եղել եւ աշխատակիցները չեն ունեցել պետության անվտանգության վերաբերյալ լուրջ մտահոգություններ։ Ի տարբերություն այդ շրջանի 2018-ից հետո համակարգում մեծ թվով ԿՊԱ-կաններ են ներգրավել, որոնք ըստ նույն աղբյուրի հաճախ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին, սակայն գտնվում են ղեկավար դիրքերում, ստեղծելով մշտական ճնշում եւ լարված մթնոլորտ իրենց ենթակաների համար։ Եվ այս ամենին գումարվում է պատերազմի մշտական սպասումը։ Ըստ կայքի աղբյուրի, հենց այս պատկերը տեսնելուց հետո է իշխանությունը որոշել դիմել պարգևավճարների քաղաքականությանը։ Հաշվարկը պարզ է, հատկապես ղեկավար կազմին տրամադրվող բազմամիլիոնանոց պարգևավճարները պետք է դառնան լծակ, ներքին ազդեցություն գործադրելու համար, որպիսի վերջիններս իրենց հերթին ազդեն համակարգի աշխատակիցների վրա եւ ի վերջո նրանց քաղաքական կողմնորոշումը թեքեն Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը ըստ իշխանական աղբյուրների ծրագրվել է Արևմուտքի դրդմամբ, որտեղից Փաշինյանին պարտադրում են օր առաջ լուծում տալ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցին։ Սրանով է պայմանավորված, որ հանդիպումը նախաձեռնվել է Փաշինյանի խնդրանքով, ինչի մասին նա խոստովանեց վերջին բրիֆինգում։ Այն բանից հետո, երբ ՌԴ-ից կոշտ արձագանքեցին երկաթուղու հետ կապված ՀՀ իշխանությունների մտադրություններին, տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ չի բանակցում։ Փաշինյանին արտաքին տերերը դրդեցին մեկնել Մոսկվա եւ լուծում տալ խնդրին, թե ինչ բանակցություններ են ընթացել Պուտինի եւ Փաշինյանի միջև, առայժմ հայտնի չէ։ Հրապարակը գրում է. Փաշինյանը եկեղեցու դեմ մոլագար մտքերից չի հրաժարվել եւ արշավն իրականացնում է ծածուկ։ Բանակում գործող գնդերեցների ծառայությունն ապամոնտաժեցին, հիմա որսի են դուրս եկել Մայրաթոռի հոգևոր ծառայության անդամների նկատմամբ։ ՔԿՀ-ներում երկար տարիներ ծառայություն իրականացնող հոգևորականները, որոնք հոգևոր աջակցություն են ցուցաբերում դատապարտյալներին, լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Փորձել են այս հոգևորականներին հանել վեհափառի դեմ, սակայն մերժում են ստացել։ Դրանից գազազած սկսել են հոգևորականների դեմ քայլեր անել։ Թերթին ասել են, որ քրեակատարողական ծառայության հոգևոր առաջնորդ Հայր Իսահակին տևական ժամանակ թույլ չեն տալիս մտնել Երևան կենտրոն ՔԿՀ։ Իսկ Արգավանդի եկեղեցու հոգևոր հորը Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանին, որն ավելի քան 15 տարի այցելում է ՑՄԱ ազատազրկվածներին, վերջերս թույլ չեն տվել մուտք գործելն ու բարաշեն ՔԿՀ առանց բացատրության։ Հրապարակը գրում է. Իշխանությունը մարտի 27-ին փոփոխություններ է կատարել նաև ներման հարցերի հանձնաժողովի կազմում։ Փոխվել է նախագահին կից խորհրդակցական այս հանձնաժողովի անդամի նշանակման կարգը եւ հանձնաժողովի անդամ է նշանակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Արման Սարոյանը։ Թերթը հիշեցնում է, որ Արման Սարոյանը հունվարի 27-ին ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա հանձնաժողովում կփոխարինի Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, որը երկար տարիներ ներման հանձնաժողովի անդամ է եղել։ Հոգևորականի թեկնածությունը հանձնաժողովի կազմում որպես կանոն ներկայացրել էր Մայրաթոռը։ Ժողովուրդը ուսումնասիրել է Դավիթ Մաթևոսյանի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագիրը։ Նա պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի փետրվարի 23-ին։ Թերթը պարզել է նաև, որ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները, կինը եւ հայրը եւս բարձր պաշտոններ են զբաղեցնում նույն կառույցում՝ ՊԵԿ-ում։ ՊԵԿ գլխավոր քարտուղարի հայրը Վարդան Մաթևոսյանը ՊԵԿ մաքսային ռիսկերի եւ կառավարման եւ վիճակագրության վարչության պետի տեղակալ է, իսկ կինը Արփի Ավետյանը զբաղեցնում է ՊԵԿ հետբացթողումային հսկողության եւ ստուգումների վարչության, մաքսային գործարքների հսկողության եւ ռիսկերի վերլուծության բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ Դավիթ Մաթևոսյանը հայտարարագրել է 5 միավոր անշարժ գույք,
Հաշվետու ժամանակաշրջանում Դավիթ Մաթևոսյանի եկամուտները կազմել են ընդհանուր 32 միլիոն 853 հազար 400 դրամ։ Այդ թվում 295,035 դրամը ստացել է որպես այլ եկամուտ ֆինանսների նախարարությունից, իսկ 31 միլիոն 393 հազար 152 դրամը որպես ստացված վարկ Արջին բանկից։ Հրապարակը գրում է. վարչապետի աշխատակազմն Ավան հոգեկան առողջության կենտրոն ՓԲ-ի հետ քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբուժական զննում իրականացնելու ծառայության մատուցման պայմանագիր է կնքել։ Ըստ պայմանագրի Ավան հոգեկան առողջության կենտրոնը պետք է իրականացնի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների զենք պահելու եւ զենք կրելու թույլտվություն ստանալու համար արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական զննում։ Հետազոտությունն իրականացվելու է կլինիկո անամնեստիկ հետազոտության եւ փորձարարահոգեբանական մեթոդաբանությամբ։ Համալիր հոգեբուժահոգեբանական հանձնաժողովային զննման արդյունքների հիման վրա տրվելու է եզրակացություն համաձայն ՀՀ կառավարության որոշման 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 505N պահանջների։ Հետազոտությունը նախատեսվում է իրականացնել 20 անձի համար։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 24-ին։